Բարև ձեզ, եթերում է ուրբաթ օրով հաղորդաշարը և այսօրվա թեման է, թե ինչպես է ամառային արձակուրդները անցնում գյուղում ապրող երիտասարդի կյանքում։ Այդ առիթով էլ մեր տաղավար եմ հրավիրել ներքին Կարմիր աղբյուրից Ռոմելա Շարյանին։ Բարև Ռոմելա։ Բարև Հրաչ։ Ըստ քեզ, ամառը ինչպես է անցնում գյուղում ապրող երիտասարդի կյանքում։ Ոչ այնպես, ինչպես մեծ քաղաքներում, բայց գյուղում էլ հետաքրքիր է։ Բնականաբար, քաղաքում ամռանը եռուզեռ է, մարդաշատ։ Քաղաքում անսպառ է ժամանցի վայրերը՝ կինո, թատրոն, ակումբներ։ Մի խոսքով, քաղաքում թեժ է։ Մինչդեռ ամառը հանգստանալու համար է։ Իսկ հանգստի համար լավագույն վայրը գյուղն է։ Դե հիմա ասա, ինչպես է ամառն անցնում գյուղում։ Առաջին ոգևորիչ փաստը դա ուսանողների վերադարձն է գյուղ։ Գյուղը սկսում է ակտիվանալ։ Հատկապես հետաքրքիր է առաջին կուրսեցիների վերադարձը։ Ինչով է առանձնանում։ Հենց այն փաստը, որ գյուղից գնում են քաղաք, վերադառնում ավելի շրջահայաց։ Երկրորդը, որ արտերկրում ապրող մեր հասակակիցները վերադառնում են գյուղ իրենց ամառային արձակուրդը վայելելու համար։ Ճիշտ ես։ Ամառային արձակուրդներին փոխվում է գյուղի կյանքը։ Լսում ես քո բարբառից բացի ռուսերեն եւ այլ լեզուներով խոսացող երիտասարդների։ Սա շատ լավ է, որովհետեւ նրանք մեզ սովորեցնում են օտար լեզու, իսկ մենք մեր բարբառը։ Եվ ոչ միայն լեզուները, խաղեր, խաղիկներ, երգեր, պարեր, գեղեցիկ եւ զավեշտալի պատմություններ։ Ցավոք սրտի այդ ամենը կարճ է տևում, ընդամենը մի քանի ամիս, եւ Վարդավառից հետո ամեն մեկը գնում է իր գործին։ Արտասահմանից եկածները վերադառնում են իրենց քաղաքներ, իսկ ուսանողները իրենց դասերին։ Եվ այստեղ գյուղը վերադառնում է իր գյուղական կյանքին։ Իրականում երիտասարդի համար գյուղում ապրելը դժվար է, բայց մենք մնում ենք միշտ նույն կարծիքին եւ ասում ենք. գյուղում ապրելը դժվար է, բայց լավ արժեքները ձեռք են բերվում դժվարությամբ։